Այս օրերին խուճապետ դպրոցահասակ երեխաներ ունեցող ծնողների մոտ տարածվում է նոր խաղ, որը երեխաներին կարող է հասցնել հոգենյարդաբանական խանգարումների։ Կարմիր դեղին դռներ կոչվող խաղը հրահանգավորում է երեխաներին կատարել գործողություններ, որոնք կարող են երեխային պատճառել հոգեկան եւ ֆիզիկական վնաս։ Ինչ անել, ինչպես ծնողը կանխի երեխայի այսպիսի վտանգավոր կախվածությունները, մեր տաղավարում է ընտանեկան եւ քվանտային հոգեբան Նաիրա Խարատյանը, ում հետ կզրուցենք հենց այս թեմայից։ Բարև ձեզ, բարի լույս։ Բարև ձեզ։ Հոգենյարդաբանական խանգարումներ ըստ երևույթին ունենում են երեխաները ոչ միայն մեր նշած խաղի պատճառով, այլ առհասարակ կախվածությունից, ժամանակ սպառելուց հիմնականում այնտեղ, որտեղ որ պետք չի, մանավանդ իրենց տարիքին չհամապատասխանող եւ խաղերի եւ տեսանյութերի հետ կապված, հիմնական թեման սա է լինելու, բայց գանք ծնողներին հուզող այս խաղին։ Սա ինչ խաղ է, դուք ծանոթ եք այս խաղին, մենք որևէ վտանգներ պիտի տեսնենք այստեղ, Աստված մի արածե, կան արդյոք տուժածներ, թե չկան։ Շնորհակալություն, սկսենք մի փոքր սկզբից, առհասարակ համացանցից կախվածությունը կամ կիբերկախվածության հիվանդությունը, իսկ դա հիվանդություն է, այսօր դիտարկվում է որպես հասարակությանը սպառնացող վտանգներից երկրորդը համաշխարհային մակարդակով չարորակ գոյացությունից հետո։ Օհո։ Այո։ Իսկ թմրանյութերին անցել է։ Այո։ Այո։ Եվ այստեղ փաստի հետ գործ ունենք, որ այլևս փաստ է համակարգչային աշխարհը մարդկանց եւ երեխաների, հատկապես երեխաների համար։ Ինչու՞։ Որովհետեւ եթե ծնողը սկսում է երեխային ինչ-որ ուտելիք տալ, միացնում է մուլտֆիլմը եւ այսպես ընտելացման է սովորեցնում, հա, երեխային աստիճանաբար ընտելացնում է համակարգչից կախվածության։ Ինքը դա չի գիտակցում, սմարթֆոնից կախվածության։ Հետագայում արդեն իսկ գիտնականները գտան, որ 7-ից 8 տարեկանից մինչև 18 տարեկան երեխայի ուղեղը նյարդային ամբողջ ցանցը ատրոֆիա է ենթարկված։ Նրանք, ովքեր արդեն իսկ 10-15 տարի առաջ օգտագործել են եւ օգտագործում են սմարթֆոն։ Եթե մեզ ասեին մի 15 տարի առաջ, որ դուք ծնողներդ ինչ որ զենք եք գնելու տակ ձեր երեխային, թանկ զենք, որը սպառնալու է նրա մտավոր, հոգեկան եւ բարոյական կերպարին, մենք չէինք հավատա եւ կընդվզեինք։ Այսօր դա այլևս փաստ է։ Եվ այդ փաստերի մեջ ժամանակ առ ժամանակ ցայտում են խաղեր, որոնք նկարագրում են ազգի դեմքը։ Ըստ էության ինչ է խաղը։ Երեխան ընտանիքի դիմագիծն է, ընտանիքը հասարակության դիմագիծն է։ Եվ այն խաղերը, որոնք պատկերում են կամ որոնք խաղում են երեխաները, ուղիղ գծով հոգեսոցիալական վիճակն է նկարագրում տվյալ ազգի, տվյալ երկրի, տվյալ երևույթների։ Երեխան ընդհանրապես նմանակում է ընտանիքի լուր գաղտնի հոգեբանական սյուքը, այն ապրումները եւ անհանգստությունը, ինչը տեղի ունենում իրենից դուրս, բայց չէ որ երեխան լակմուս է, երեխային անվանում են նաեւ քայլող լաբորատորիա կամ երեխային անվանում են ընտանիքի լակմուս։ Չէ որ նա արտահայտում է այն, ինչ որ պատկերում է իր խաղերի մեջ։ Այսօր կարմիր դուռ, դեղին դուռ եւ այլ դռներ խաղը պատկերում է ընդհանրապես տիրող զազրելի վիճակը ընտանիքներում եւ սոցիումում, Ռուսաստանի սոցիումում հատկապես Ռուսաստանի Դաշնությունը հսկա երկիր է, բայց անկառավարելի է դարձել ժողովրդի ցածում կամ թե համբերությունը, հա, պատերազմի հետ կապված, որովհետեւ ցանկացած պատերազմ վտանգ է։ Իսկ երեխայի համար, որը կրկնեմ լակմուս է եւ զգայուն է, եւ փխրուն է, եւ ամեն ինչ շատ ավելի շուտ է զգայուն, հատկապես դեռահասը, դա դառնում է նրա համար տրիգեր։ Բացի այն, որ սա ունի այսպես պրոյեկտելու միտում, Կին Խարատյան, նաեւ կոնկրետ մեխանիկական գործողությունների են մղում պատանիներին, դեռահասներին։ Այո, որ մենք եւս մի քանի տարբերակներ գիտեինք կոնկրետ գործողությունների մղման,
որ ինչ է լինում, բայց սա ոնց որ թե ավելի խորն է, այստեղ ինչ որ երևի թե կոնկրետ նեյրոհոգեբաններ են կամ հոգեբաններ են աշխատել, որպեսզի կարողանան ինչպես հակարդի մեջ գցել։ Այդ ինչ պրակտիկ խորհուրդներ կտաք խուսափելու համար եւ վերջապես սա ինչ հիպնոսի տարբերակ է, որովհետեւ հիմնական հիպնոզ բառը այստեղ ամենաշատն է օգտագործվում։ Խաղը, հատկապես համակարգչային խաղերը, համացանցային, դա ինդուստրիա է։ Ինչպես չարոյագոյացությունների համար տեղերը։ Մեծ ինդուստրիա է, որի առջև հնարավոր չի հասարակ մարդը կանգնի եւ ինչ որ քայլ անի դրան ընդդեմ, հակընդդեմ։ Պարզապես որպեսզի չընտրենք սևաղվեսին, պետք է ընտրենք սպիտակ գայլին եւ պետք է կարողանալ երեխաների մոտ այն բացը հսկայական, որը տրվում է ծնողների կողմից երեխաներին, քանի որ երեխան դպրոցում է, իսկ ծնողը զբաղված է գումար աշխատելով կամ պատերազմի մասին մտածելով կամ քաղաքականության մասին դատելով, երեխային սկսի առավել ուշադրություն դարձնել եւ այդ վտանգավոր արատավոր երևույթները գալիս են միմիայն ապացուցելու, որ ծնողը օտարվել է երեխայից, ծնողը մտել է հասարակական քաղաքական դաշտի մեջ, իսկ երեխան մնացել է միայնակ ամբողջ իր խնդիրների հետ։ Երեխան ընդհանրապես այս պահին տվյալ խաղի հետ կապված մեխանիկական գործողություններ է անում, որովհետև ինքը մասնագետ չի, ինքը հիպնոսավար չի, ինքը հոգեբան չի, ընդհանրապես ավտոմատ գործողություններ են կատարում, որպեսզի երեխային մտցնեն տրանսի մեջ, նրան ներշնչելով վատ երևույթներ, վատ խոսքեր եւ տեսնելու միայն ակնկալելու միայն տեսնելու այն վտանգը, որը երեխայի մեջ է եւ որը հասարակության մեջ է նաեւ։ Տիկին Արանդհատ խոսում ենք ընտանիքի ազդեցության մասին, բայց չմոռանանք, որ նաև շատ մեծ ազդեցություն ունեն երեխաների վրա, նաև դպրոցը, շրջապատը, եւ գիտենք շատ դեպքեր, երբ երեխաների լավ ընտանիքից են եղել եւ ծնողները հետեւողական, բայց միգուցե դպրոցում, հա, ընկերների ազդեցության տակ, քանի որ դեպքերը, որոնք որ գրանցված են Ռուսաստանի Դաշնությունում, դա երեխան երեխայի հանդեպ է իրագործել, հա, այսինքն իրենք են փորձել մեկը մյուսին տրանսի մեջ գցել։ Ինչպես պետք է մենք հասկանանք, ենթադրենք, որ մեր երեխան այս խաղի մեջ է։ Կան ինչ որ նշումներ, հա, որ դրանից կարող ենք արդեն գիտակցել, որ երեխան արդեն իսկ սկսել է խաղը, որտեղ սա էլ ցա մի ընթացք է, միանգամից չեն հասնում այդ տրանսին, ինչպես դիտել ենք արդեն խաղի ընթացքը։ Մարդիկ միգրացիայի ենթարկվելով գալիս են Հայաստան, բերելով իրենց հետ այն մշակույթը, որտեղ ապրել են։ Ինքս անձամբ ունեցել եմ շատ այցելուներ անցյալ տարի Ամերիկայից, երեխան Ալեքսի Տիմիայով էր տառապում, այսինքն անխոսքությամբ վերբալ խոսքի բացակայություն իսպար, որը եկել էր հենց ֆաբինգից, այդ գաջետների կախումից։ Եւ այն ինչի մասին մենք խոսում ենք, ինքը ունի իր հետագիծը, բավականին երկար հետագիծ է, որ այսօր հասել է այստեղ։ Եվ լավ է, որ Հայաստանում այդ մասին արդեն իսկ խոսում են քանի տարի, որովհետև հենց այդ միգրացված երեխաներն են դպրոցում կախման մեջ մտնող թմրանյութերով եւ խաղամոլությամբ տառապող։ Այսօրվա կիբերկախված երեխան վաղվա խաղամոլն է, թղթախաղով տառապող եւ գիտեք արդեն թմրանյութերով տառապող։ Այսինքն մենք խոսում ենք դեռահասների մասին, բայց մեծահասակների մասին այսօր լռում են, չէ՞ որ անգամ պիտակավորում են նրանց հասարակության մեջ, որ մինչդեռ դա հիվանդություն է եւ պետք է կանխել։ Եվ անցյալ տարի միասին կարող ենք հասարակական կազմակերպությունը սկսեց մի շարժում, որ խաղամոլության եւ թմրամոլության ենթարկված երեխաների ծնողների հետ դասընթաց կազմակերպեց 12 դպրոցում։ Եվ այդ 12 դպրոցի ծնողները արդեն իսկ կարողացան գիտակցել իրենց բաց թողնված այն ժամանակը, որը երեխան չի ներում իր գործողություններով եւ վարքի մոտիվացիայով, ինչը արդեն իսկ շեղված է։ Եվ սկսեցին գիտակցելով, չէ՞ որ ցանկացած վախ դա անկրթություն է, դա անգիտություն է, տգիտություն է։ Եվ յուրաքանչյուր ծնող գիտակցելով այդ մասին վերադարձավ իր ընտանիք եւ սկսեց ուղղել այդ խնդիրները։ Իհարկե կախվածության դեմ պայքարի ազգային ինստիտուտ ունենք, ազգային կենտրոն ունենք, նրանց շնորհիվ իհարկե հոգեբանների շնորհիվ, չէ՞ որ առաջին դուռը ցանկացած հիվանդության ոչ թե հիվանդանոցն է, այլ հոգեբանը։ Եվ երեխաները սկսելով աշխատել հոգեբանների հետ, ստեղծվեց այդ սերը եւ վստահությունը, ինչը պակասում է երեխային այսօր, որ նա վերադառնա հասարակություն առողջ։
եւ ինչ է պատճառը, որ ինքը մտնում է կախվածության մեջ։ Այո, կախվածության մեջ երեխաները ունեն արդեն իսկ դեմք, դիմագիծ եւ կախվածության մեջ երեխաներին արդեն իսկ հնարավոր է շատ հանգիստ տեսնել, տարբերակել։ Այո, դրանք օտարված հայացքը թափառող, գadget փնտրող, մշտապես լուր, մշտապես դյուրագրգիռ, անհաղորդ, այո, երեխաներն են սոցիումից դուրս, ուսումից դուրս մնացած, ընտանիքի ուշադրությունից եւ սիրուց դուրս մնացած միանշանակ եւ ընկերական կամ մարդկային շփման կարոտ, որտեղից է գալիս այս արատը, գալիս է ընտանիքից, որտեղ շփումները շատ քիչ են, կամ ասում են դե լավ, դու լուր նստի խաղա, ես իմ գործը անեմ։ Այսպես ծնողական հետաքրքիր հեշտ ասում եք մի բան, որ ես վստահ եմ մեր հեռուստադիտողների մոտ եւ իրենց շրջապատում սա հաճախ հանդիպող թեմա է, հաճախ հանդիպող երևույթ է, բայց մի պահ էլի հետ վերադառնանք դեպի խաղին, այստեղ ինձ համար բաց է մնացել այս մեխանիկական վնասվածք կոչվածը, այսինքն ինչպես են քներակը որտեղ է, ինչ գիտեն, ինչքան պիտի սեղմեն, սեղմելուց հետո ինչ հետևանքներ պիտի լինի, արդյոք սա ընդհանուր մինչև մահվան ելքով կարող է լինել, ինչպես պիտի խուսափել ես ամեն ինչից, պրակտիկ ավելի ուղեցույց տիկին Հարությունյան։ Որպեսզի ընտրենք առողջը, պետք է անընդհատ խոսենք առողջի մասին եւ մոռանանք բացարձակապես այն վատ երևույթների մասին, որ տեսել ենք, բայց քանի որ դուք հարցնում եք, ես պատասխանեմ, որ ցանկացած կրկնություն երեխայի մոտ առաջացնում է կենտրոնացում եւ ցանկացած կենտրոնացում վատի վրա բերում է տրանսի, բերում է վատ երևույթի երևակայության։ Երևակայությունն արդեն իսկ աշխատում է եւ այնտեղ իսկ դու ինչ ես տեսնում, սև դուր տեսնում ես կամ մարդ տեսար գլխարկով կամ դու տեսար այնինչ 3 տրիգերներն են անվանում, որոնք արդեն իսկ վախենալու են երեխայի համար։ Գիտեն, արդեն իսկ իրենք ուղղորդված են, թե ուր են գնում եւ ինչ են տեսնելու։ Այսինքն այն հետաքրքրությունը, որ իրենք չեն գտնում կյանքում, իրենք խաղի միջոցով ուզում են արտահայտել, չիմանալով, թե արդյունքում ինչ է լինելու։ Բացի այդ, համացանցը, որը փակ չէ, առհասարակ, նրանք տեսնում են, ենթադրենք, ինչպես է կատարվում հիպնոսը, ինչպես է կատարվում տրանսը, ինչպես են դուրս գալիս մարդիկ այդ տրանսից կամ ընդհանրապես դուրս չեն գալիս։ Մեկը մի անգամ տեսել է նման համապատասխան խաղ եւ տարբերակել է 5 կարևոր կոմպոնենտ։ A. վտանգավոր է, B. հետաքրքիր է, երրորդը ինձ բիզնեսի շատ մեծ հնարավորություն կտա, քանի որ դա դեռահասների, այսինքն ընտանիքի լակմուսի համար է, որոնք առավել խոցելի են, առավել իրենց վրա հնարավոր է ոչ մեծ են, ոչ փոքր են, դեռ անհաս են, եւ իրենք կարող են կատարել իրենց ծրագիրը, հա, այն ծրագիրը, որը տրվել է այդ պահին, եւ անշուշտ լայն տարածում կգտնի եւ առանց սահմանների, հա։ Այս ամենը միասին դարձել է բիզնես, որը նախկինում կարմիր կապույտ կետն էր։ Այո։ Հիշում եք եւ մահվան ելքերով, այո։ Այո, այո, մենք Հայաստանում ունեցանք շատ, այո, նման դեպքեր շատ ցավոք, այո։ Այստեղ կենտրոնացումը պետք է տանել միայն երեխաներին կապելով ծնողի հետ, ծնողը գիտակցի իր բաց թողնված ժամանակը եւ չասեմ սխալը, որովհետեւ յուրաքանչյուրս էլ ծնող ենք եւ այդ պահին տվյալ պահի հարմարավետության համար մեր երեխային տալիս ենք այդ թույնը եւ անիմաստ է մտածել, որ ամեն օր դու երեխային թույն տաս, թույն կերակրես կամ թունավոր ինչ-որ ուտելիք, վաղը մյուս օր նա առողջ կմեծանա եւ չի թունավորվի։ Սա հենց այդ վիրտուալ թույնն է, որ օտարում է հասարակությունից, իսկ հասարակությունը երեխան արդեն խաղի տեսքով է պատկերում այն վախերը եւ այն վիճակները, որից ինքը անհաղորդ է եւ որը ըստ իր պատկերացման եւ երևակայության տանում է մահվան, ինչպես պատերազմը։ Տիկին Հարությունյան, հետաքրքիր է, գիտեք որն է, որ այն սերունդը, որ հիմա կախված են գadgetներից, սրանք այն մարդկանց սերունդն են, որոնք փոքրի շատ է մեդիա գրագետ պիտի լինեին։ Հերո չգնանք, իմ սերնդի երեխաները, իմ սերնդից ծնված երեխաները արդեն այս չարիքի մեջ են, մինչդեռ մենք
մեր ծնողների համեմատ մեդիագրագետ էինք։ Անշուշտ։ Հիմա ինչպես է ստացվում, որ մենք լինելով այս ինտերնետի, այս քաոսի, այստեղ կարողանալով որևէ անտառում կողմնորոշվելու, կրկին բախվում ենք այս մեդիագրագետ չլինելուն։ Սա արդյոք դրանից է գալիս, պիտի ծնողը մեդիագրագետ լինի, որ երեխաները կարողանան, թե այս խաբելու տարբերակները, հակառները այնքան շատ են, որ մենք էլ չենք հասկանում։ Ծնողները պետք է ունենան time management, որպեսզի կարողանան լինելով մեդիագրագետ կամ ոչ մեդիագրագետ, ընդհանրապես երեխային տան սեր եւ ուշադրություն, որպեսզի երեխան դա չփնտրի հասարակական ցանցերում։ Իսկ մեդիագրագիտությունը սա նաեւ գենետիկ է, նաեւ ընտանեկան ավանդույթներ են, որովհետեւ ցանկացած դպրոց գնացող երեխա իր ընտանիքի հայելին է դառնում եւ ընտանիքից եկած ավանդույթներն է շարունակում։ Եթե ծնողները акցենտը դոմինանտը դնում են երեխայի կրթության վրա, այսօր դու զբաղված ես, սա է քո schedule-ը, սա քո ծրագիրն է օրվա, եւ իհարկե իրենք են կազմում այդ սպիտակ ծրագիրը երեխայի հետ, ոչ թե թույլ են տալիս երեխան ինքն իր ֆանտազիայով, հա, մտնի սոցցանց եւ զբաղվի այնպես ինչպես կցանկանա վիրտուալ ընկերների հետ, ով իրականում ընկեր չի։ Այսօր ծնողի բաց թողումը սա հասարակության ախտ է դարձել։ Ծնողը պետք է ինքը տնորինի եկար դասից հանգստացար քեզ ժամ հանգստանալու ժամ դրանից հետո դու դասի ես մեդիագրագիտության, չգիտեմ, սպորտի, քո հոբի, չէ՞ որ այսօրվա երեխան, ով որ սկսում է արվեստով զբաղվել, վաղվա արվեստագետն է, անիմաստ է ակնկալել վաղվա գրագետ եւ տեղեկացված երեխա, եթե հիմքը չի դրվում հենց դեռահասությունից, ի սկզբանե։ Եվ այս ծրագիրը ես դասացուցակ չեմ անվանում, որովհետև դա դպրոցում է, այն ծրագիրը, այո, ծնողը պետք է կարողանա ստեղծել եւ հենց այդ պահից սկսած երեխան ուղղորդվի այնտեղ, որտեղ պետք է ամբողջ իր օրը անցկացնի։ Հետո նոր, օքեյ, եկար, շնորհակալ եմ, արի միասին խաղանք էս ինչ խաղը։ Չէ որ դա ընկերներին նմանակելու մի տարբերակ է, ինչպես ասեց Դիանան, եւ այսօր մենք պետք է ուզենք թե չուզենք նմանվենք մեր ընկերներին, ընկերը խաղում է, իսկ ես դուրս եմ մնում այդ շրջապատից։ Տիկին Խառատյան, հիմա դուք փաստացի ասում եք պրակտիկ ուղղորդումներ, որոնք որ յուրաքանչյուր ծնող պիտի անի։ Հիմա ես իմ օրինակի վրա մի պատմություն պատմեմ։ Երբ տղաս այս խաղերով տարված էր, յուրաքանչյուր տարիքում, հատկապես տղաները, որևէ խաղով անպայման ընդունում են, գոնե թե հետ չմնալու իր դասարանցիներից, ընկերներից եւ այլն։ Ես այդ նույն խաղը իմ հեռախոսի մեջ ունեցա եւ մենք դարձանք ընկերներ եւ մենք իրար հետ էինք թշնամիներին, այդպես ասած, կրակում։ Սա իրեն համար մի հետաքրքիր փորձառություն էր, որ ոնց իմ պապան էլ այս խաղը խաղում եւ չգիտեմ, երևի թե սա խթան հանդիսացա, որ նա այդ խաղին այդքան էլ սկսեց ինչ որ չվերաբերվել կամ դարձնել դոմինանտ, ինչպես դուք նշում եք։ Սա ճիշտ մոտեցում է քո երեխայի խաղերը ունենալը, թե անձնական դաշտ մտնելը։ Մի անգամայն ճիշտ մոտեցում է։ Դուք ունեք ինտուիցիա, որը հրաշալի աշխատել է, որովհետև եթե դու ուզում ես երեխայի արատը վերացնել, դարձիր նրա ընկերը, ճակերտավոր եւ բարի իրական իմաստով եւ սկսիր այդ փորձառությունը տանել միասին։ Ցանկացած փորձառություն, երբ որ կիսվում է երեխայի հետ, անգամ վտանգը, տեսեք, երեխան ինչու է գնում ինտերնետ համացանց, որովհետև այնտեղ չեն պարսավում, իսկ մենք ինչ ենք անում մեր երեխային, դուք հրաշալի ձևով չեք պարսավել երեխային այդ խաղը, ագրեսիայի դրսևորման խաղը խաղալու, այլ մտել եք այդ խաղի մեջ իր հետ խաղալու համար, որովհետև դա ընդհանրապես խաղ է եւ կարողացել եք ուղղորդել դեպի դրական ուղղություն։ Իմ ասելիքը նա է, որ ցանկացած երևույթ շատ նուրբ ձևով երեխային ուղղորդելով դեպի դրական մղումներ, երեխան դուրս է գալիս ցանկացած վիճակից եւ ինքը ընդհանրապես պլաստիլինի հոգի ունի, որ երբ որ դու մոտենում ես սիրով, ինքը սիրով է պատասխանում, երբ որ դու մոտենում ես ագրեսիայով չի կարելի եւ դոմինանտ կամ թե ինչպես ասում են այսպես դիրք ես դնում, հա, ծնողի դիրք, այդպես նախկին կոմունիստներից եկած դիրքը չի կարելի, պետք է չանես եւ չեն ասում ալտերնատիվը ինչ անել։ Իսկ դուք ինչ անելն եք ասել իրեն եւ տարել եք ուղղորդել եք դեպի դուրս, դեպի ավելի խաղաղ եւ հանգիստ խաղեր, ուսուցողական խաղեր։
Լավ, իսկ մի ուրիշ հարց, պետության կողմից արդյոք կա ինչ-որ որևիցե հսկողություն կամ ձեր ասած հասարակական կազմակերպությունների կողմից, որոնք որ հսկում են, որովհետև նույն գիտի պատմությունը, երբ որ մենք գիտենք, դրանից հետո արդեն ազգային անվտանգությունը սկսեց զբաղվել եւ կարծես թե այդ խաղը փակվեց Հայաստանի Հանրապետությունում։ Արդյոք հիմա ինչ-որ նորից գնում են գործառույթներ այս խաղին վերաբերյալ։ Նման կարևորագույն խնդիրները արդեն ապացուցված է, ժամանակին ինքս էլ հասարակական կազմակերպություն ունի, այսօր առողջ ընտանիք կենտրոնն եմ հիմնադրել, հնչում են հասարակության կողմից, ելնում են ժողովրդի կողմից, ընտանիքների կողմից եւ բարձրաձայնում են այդ հարցը ՀԿ-ները կամ կենտրոնները։ Նման այո համատեղ աշխատանք եղել է անցյալ տարի եւ հուսանք կշարունակվի նաև այս տարի պետություն եւ հասարակական սեկտոր միասին, որպեսզի կարողանան կանխել այս դարի ախտը, չէ որ չլինի կարմիր տեղին դուռը, կլինի մեկ այլ խաղ։ Եվ այսօր ավելի շատ շեշտը պետք է դրվի երեխայի համացանցային ուղղվածության, ինչպես դուք եք ասում, մեդիա գրագիտության վրա եւ երեխային մենք ունենք փայլուն երեխաներ, որոնք 13-14 տարեկանում Հայաստան են ներկայացնում արտասահմանում իրենց փայլուն գիտելիքներով եւ ընդունվում են Ամերիկայի գիտեմ 14 տարեկան երեխա Մասաչուսեթսի համալսարան ընդունվել է հենց կիբեր խաղերի գծով, որ ինքն է ստեղծում սովորեցնող խաղեր, ուսուցանող խաղեր։ Պիտի խառատյան թեման այնքան լայն է, որ չենք կարող 20 րոպեում սպառել, էլ չխոսեցինք այն տարօրինակ բնավորության մասին, որ օրինակ եթե իմ սերունդը խաղում էր խաղեր, հիմիկվա սերունդը դիտում է թե ինչպես են խաղում խաղեր։ Սա մեկ այլ լրիվ ուրիշ էլի վտանգ է, որ ըստ երևույթին երևի հաջորդ անգամ իրար հետ հասցնենք խոսել։ Ձեզ շատ շնորհակալություն, սիրելի ծնողներ, աչալուրջ եղեք, հետևեք, նայեք, թե ձեր երեխաները ինչ են նայում, ամենապարզ տարբերակով վերցրեք եւ history բաժնում, պատմություն բաժնում նայեք, տեսեք թե դրանք ինչ են նայել, դրանից ամբողջ հետևությունները կանեք ինքներդ, եթե միջև այդ դեռ չէի կարել։ Ընտանեկան եւ քվանտային հոգեբան Նաիրա Խառատյանն էր մեր տաղավարում, շնորհակալ ենք հուսադրող զրույցի համար։ Շնորհակալ եմ ինքս։ Գնանք գովազդի, գանք քիչ հետո։